Նա ընկել է կաթողիկոսի հետևից ու ինչպես հաճախ է անում, մտնում է նաև ընտանիք, կաթողիկոսի դեմ պայքարելու համար։ Ձերբակալել են և անմիջապես կալանքի են տարել կաթողիկոսի 70 տարեկան եղբորը և նրա որդուն։ Ասում են, իբր նրանք խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը։ Ինչ է տեղի ունեցել։ Իրենց տան դիմաց կանգնած են եղել, մեկը եկել է, հրավիրել է իր հանրահավաքին, կանգնել խոսել են, չեն համաձայնել, թողել գնացել են։ Եվ այդ մարդը իսկույն գնացել է ոստիկանություն, այն սովետական հայտնի ոճով դանոս գրել, իբր բողոքել է, թե խոչընդոտում են քարոզարշավին։ Գիտեք, այս դեպքի մասին վստահ եմ լսել եք հենց երեկ է եղել։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկեր Արամ Սարգսյանի թեկնածուի մասին է։ Նույն ժամանակ Հովհաննավանքում ՔՊԱ-ականները խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը, ինչը քրեական հանցագործություն է, բայց գործ չի հարուցվում, անգամ տարածքից չեն հեռացնում։ Այդ ամենը տեղի ունենում այդ նույն ոստիկանների աչքի առաջ, իսկ մյուս տեսանկյուն, որ երևում է, որ պարզապես զրուցում են, անմիջապես տանում են կալանքի։ Եթե սրանք ուզում են ինչ-որ մեկին բռնել, դա կանեն, պետք եղավ գրպանը պլանք գցեն, պետք եղավ տեսանյութ կձայնագրեն, պետք եղավ կգաղտնալսեն, իրենց ուզածով կմեկնաբանեն, պետք եղավ կսադրեն, սադրիչների պակաս չկա ՔՊ-ում։ Հենց պակաս ունենան, պարտքով կխնդրեն քույր կուսակցությունից, հանրապետությունից, իսկ նրանք պատրաստ նստած են ինչ պետք է անելու համար։